Միջև թեմայի բուն իմաստին անցնելը, ասեմ, որ մենք ոչ ընկերներ ենք, ոչ ծանոթներ ենք, ոչ էլ բարեկամներ ենք։ Հիմա համոզվեցիր Կարեն, համոզվեցիր, որ ես ճիշտ եմ։ Ասում էի, չէ, որ ես մարդուն ոչ ճանաչել եմ, ոչ էլ կարող էի ճանաչել։ Իսկ դուք թունավորում, երաս։ Ուզում եմ ասեմ, չէինք, էլի, ծանոթ չէինք, միջև երեք ծանոթացանք։ Իսկ որտեղ ներողություն, որտեղ ծանոթացաք, մենակ չասես, թե են աշխարհում։ Չէ, բայց չեք հիշում, ես երեք դրսում թութակիս հետ կապված պոստերներ էի կպցնում, կորելա խեղճես, հա։ Դուք էլ ռեստորանից դուրս էի գալիս։ Հետո։ Դե հետո դուրս եկաք, ծանոթացանք, ես էլ պատմեցի, ասեցի, որ թութակս կորել է, դուք էլ ասեցիք, վայ, ես ինչ վատ բան ա եղել, արի գնանք մեր ստուդիա, հրավիրեցիք ինձ հյուր, որ ժողովրդին պատմենք, որ ժողովուրդն էլ գտնեն, բերեն թութակսից։ Կներեք էլի, մոռացել եք։ Ինչ բարի մարդեք, պարոն Ղազարյան, ստացվում է հանուն թութակի, դուք երեկվա ձեր հայտնի հյուրից հրաժարվեցիք։ Ես բարի եմ, ճիշտ է, ես բարի եմ, բայց ես լավ հիշողություն ունեմ, իսկ այն ինչ, որ ես մարդ ասում է, ես չեմ հիշում։ Ոնց, ճիշտ ասած ռեստորանից, որ դուրս եկաք, պարոն Ղազարյան, մի քիչ տեսքը ձեր դուրս չեկավ, սկզբից ասեցի երևի խմած է, բայց հետո որ ուշադիր նայեցի, տեսա չէ, թունավորված է, հա։ Իսկ եղել է կյանքը, որ դու թունավորվել ես բողո։ Իհարկե։ Ու եղել է, որ այդ թունավորումից հետո հիշողություն ես կորցրել։ Հա, բա ոնց, 2 ամիս կոմայի մեջ եմ եղել Ղազարյան, 2 ամիս։ Հետո որ հետ եմ եկել, էլ ոչ մի բան չեմ հիշում, ոչ մեկին չեմ հիշում, հա, բացի թութակիցս։ Ասում էի չէ։ Ես հասկանում եմ, որ միգուցե կասկածում եք, բայց եթե դուք ինձ չհրավիրեիք, ես թե ինչ գործ ունեի, հե՞։ Ну да. Ձեզ ես մի հատ գլխացողը դեպք։ Իրա։ Իվե։ Դասի ոնց ես աղջի։ Բարև ձեզ, դուք ոնց եք։ Դուք։ Գիշվեն ես դուք ես անցե։ Դուք 1000 տարվա մի հետ աշխատել եք աղել։ Հա, ուղղակի վաղուց չենք տեսնում։ Հարազատ մարդիկ ենք, հավելյալը պապատ ոնց է։ Պապան։ Լավ է պապան, շատ լավ է։ Լսի, բայց ես գիտեի և արում ես։ Բանը մեն ուրա ռեկլամ էի տեսել, դե որ ինչ որ ակումներ գրվում դե ելույթ ունայր, չէ։ Հա, ուղղակի շատ անսպասել եք Ամերիկա։ Ստեղ էլ ճիշտ ասած ընկերուս եմ։ Շատ լավ է, շատ լավ է։ Լսի, ես ես են ներկայացում եմ տալի։ Արի քեզ գիտես ինչ արի, արի քեզ մի հատ էլեկտրոնային ծնոց ուղարկեմ, ունդ WhatsApp-ի համար ասանը, WhatsApp-ի։ Ոչո, բարև, ես արդեն արտացել ես քո խորը քնից։ Ինչպես տեսնում ես, դու ստեղ ինչ գործում ես։ Հեչ, արդ պտի տեսնեմ, ես սրճարանում։ Երեկանետի հետ էի խոսում, ասեց, որ դու ընդեղից հետո խելոքացել ես, հա։ Ուզում ես կուգես։ Այս գիտես, չէ, որ դրա համար դու ինձ ես շնորհակալ, էդ ես եմ սրսկել քեզ։ Մի րոպե ստապ։ Դու չգիտես, որ ստեի արդեն TV-ում Աշոտ Ղազարյանն աշխատում։ Ո՞նց չգիտեմ, երեկել իր հետ հաղորդում եմ վարել, իր փոխարեն։ Բա գիտես ինչ եմ եկած եկես այ մարդ։ Հիմա մեկը որ քեզ տես ինչ ես ումանես։ Հենց Աշոտ Ղազարյան քեզ տեսավ, ինչ ես ումանես։ Սո փախն։ Արևա շրջան։ Արե։ Քեզ ավերել։ Լավ ես արի։ Ինչ ես բերել։ Այն որ Երևանից ուղարկել էին ընդ։ Լավ, տար կաբինետս ես կգամ կբերստեմ։ Չէ, եթե փոշմանել եք, որ իմ նման մարդուն կանչել եք ձեր հաղորդմանը։ Չէ, չեմ փոշմանել։ Դու
Դերասաններ Արթուր Հակոբյանին ու Աշոտ Եդիկարյանին։ Ճանաչում ես։ Անձամբ չէ, հերոստացույցով։ Ինչ կա, ինչի համար եք հարցնում։ Թե, շուղակի հետաքրքիր է։ Գագո, ես ի՞նչ է դեպքդ։ Ոնց որ ուրվական ես տեսել, այդտեղը։ Լսի, դու ոնց ես մի վարկյանում հետեկար կաբինետը մի հատ էլ հասրեցի շորել փոխել։ Որտեղից եկա, ուր մտա։ Դրսից։ Դու հենց նոր չասեցի, որ ես տուփը բերեմ կաբինետ, մինչև դու գաս։ Երբ եմ ասել։ Հենց նոր այս ա։ Գագո, ես արդեն մի ժամ է, ստերից դուրս չեմ եկել։ Դե չես հավատում, գնանք կամերաները նայենք։ Բա որ հետ դու չէիր, հետ ով էր քեզ այդքան նման։ Ոնց որ ջրի երկու կաթ էին։ Ջրի երկու կաթ էին։ Գնանք տեսնենք հետո, բա հետի նմանակ է։ Գնա։ Ուր այդ մարդը, Գագո։ Նոր ստեղ էր։ Ալտո ջան, հո չեմ խափում։ Ախր այնքան նման էր քեզ, որ չտարբերեցի։ Կարող է դուք եք թունավորվել։ Չէ, ինչի՞։ Լավ, գնանք դերսում կխոսամ։ Ես գնամ գործեր ունեմ, էլի։ Շատ շնորհակալ եմ հաղորդման համար։ Շատ շնորհակալ։ Խնդրեմ։ Գնացեք կարը։ Ես տենց է գիտեի, որ են Գագոն քեզ ա տեսել։ Հա, ես իմ համար հանդիպման էի գնում։ Հա, ուրիշ ճամփով գնայիր։ Անպայման պետք է ստուդիայի դեմով գնայիր, գիտես նմանակը տնտե աշխատում է։ Գոնչո։ Հա, շեֆ ջան։ Մարդ ենք սպասում։ Չէ, ցավը տանը։ Բքշի արա։ Բայց ես հանդիպման եմ։ Լավ, քեզ քիչացնենք, բայց վերջում կգաս մեր տուն գործ կա։ Եղավ։ Գոնչո։ Ջան, Դեղատան մոտո որ անցնես մի հատ սավազրկող։ եղավ շեֆ ջան։ Գոնչո, մի հատ էլ իմ համար վերցրել է ապեր։ Տունը մի հատ տեղ չկա։ Լավ, մի հատ էլ իրա։ Լավ։ Քշի։ Este supermarket du ari Supermarket este Este համեցեք դու միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Աշոտ ջան, դու իմ 1000 տարվա ընկերն ես։ Դու շատ լավ գիտես, եթե ես մինչև մի բանը չեմ իմանում, չեմ ասում էլի։ Մոռացել ես, սրանց մի երկու օր առաջ քո հաղորդումը նմանակների մասին էր։ Չեմ մոռացել, բայց ես չէի սպասում, որ կարող է իմ նմանակը գար ստուդիայի առաջ կանգներ։
Գագուջանը կարող է ինչ-որ մեկին ուղղակի նմանացրել ես։ Հետո ուրեմն ես իմ 1000 տարվա ընկերոջը պիտի խառնեմ ուրիշի հետ, ասում եմ Աշոտներ։ Ոնց որ մի խնձորը երկու մասի բաժանած։ Լասը ինչ է նշանակում չեմ հասկանում։ Լավ։ Ասենք թե խառնել եմ։ Բան չի այդ մարդը ասեց, որ այդ տուփը տար դիր կաբինետ մինչև գա։ Այդպես բան ասել։ Հայ, ցավը տանեմ, ու ընենց տոնով էր ասում, որ ոնց որ թե իրա կաբինետի մասին ասեր։ Ես վերջացրի, կարամ կարտամ։ Պես շուտ։ Հա, իմ ուղեղը ու արագ է աշխատում։ Ու հիմա որ կարտամ դու կհասկանաք, թե ոնց կարա մարդը այսքան կարճ ժամանակում դառնա դասական։ Լսեք։ Հեյ պարոններ, ականջարեք, թափառական աշուղիս։ Սիրուն տիկնայք ջահել տղեր։ Ագաս, ես ինչ կկարտաս։ Աշոտ Եդիգարյանի մենախոսությունը ես պիեսից էլի։ Ուզում ես ասես, որ սա դու ես, հա օրինել։ Հա, բա ոնց, ով։ Ամոտ է նստի, դիք գրել է Հովանես Թումանյանը, թմկաբերտի առումը։ Արա, լումինայի է, ուրեմն Թումանյանն էլ իմ նման է մտածում, էլի։ Այ մարդ, թմկաբերտի առումը, ինչ գործ ունի մեր ներկայացման մեջը, մենք կոմեդիա գխաղակ թեմանակների մասին։ Արտո ջան, թող սկզբում ժողովուրդը լացրնի, հետո ծիծաղի։ Լսեք ժողովուրդ, մենք ինչ էլ գրենք, մեկ ալինելու է սիրողական մակարդակի էժան ու անորակ, որովհետև ախր մենք որորվա սցենարիստ ենք, այ ձեր ցավը տանեմ։ Հա, ես լրիվ համաձայն եմ, մեզի էս գործից հասկացող մարդ է պետք։ Տո ինչ ես խոսում, մենք ոնց մեր գաղտնիքը ուրիշի վստահենք, ես բրդել ես տալի, տո։ Այդ մեկն էլ ճիշտ կսե։ Ինչ անպայմանա որ մեզ անձամբ տեսնեն կամ մեր հետ շփվեն, մեզանից ինչ-որ մեկը, օրինակ ես, կգնամ, կասեմ ինչի մասին է պետք գրել, կգրի կտա ինձ ու վերջ։ Մենք կան ժամանակ ունենք, հա, որ ինչև ինքը գրե, տա, մենք էլ փորձենք։ Արտո ջան, եթե ժամանակ չունենք, ուրեմն մեր հույսը մեր վրա պետք է դնենք։ Քո վրեդ հույս տնել կերնի, քեզնից ով է խերվել, որ մենք խերվինք։ Այդ ինձնից չի, այդ քեզնից է, քեզնից։ Տեսար Աշոտ Ղազարյանին։ Հա, տեսա։ Ամեն ինչը նորմալ է։ Ինքը գիտի, որ երազա տեսել։ Հարկդ շատ Տեր Աստված։ Էս մեր դարդից բրծանք։ Մնաց ավելի մեծ դարդերին անցնենք։ Դուք ետ ասեք պարապելեք այդ մանրապատումների վրա։ Ինչ մանրապատում։ Դու չես է թատրոն դիխանք։ Ամրդե թատրոն, մանրապատում կամ գոնչոյին ոնց են ասում։ Սկեչ շեֆ ջան։ Տո բա շուտ ասեիք, այ մարդ, նստել ենք ես 3 ժամը չարչարվում ենք պիես ենք գրում, տո։ Հիմի ուրեմն պետք է նստեմ թմկաբերտս շինեմ կոմեդիա։ Գագաս ոչ, ես թույլ չեմ տա։ Սիք սրբապղծություն է։ Տո դու սուս մնա, դու ինչ ես հասկանում արվեստից, հա։ Լսեք, ասեցի մանրապատումա պետք։ Հետաքրքիր, օրիգինալ։ Ես մի հատ առաջարկ ունեմ։ 6 մի հատ սովորական անեկդոտ ու մի անգամ փոխում եք սկեչի։ Ես էլ կարող եմ սցենարը գրեմ։ Դու գրել գիտես։ Չէ, բայց կարող եմ շուտ սովորեմ։ Գյուդ ես դերեն այմար գյուդ է։ Լսի Բոբո ջան, բա մեր ելույթը երբ է լինելու։ Վաղը։ Վայ, մի օրում իսկական դերասանները չեն հասցնեմ, մենք ինչ չհասցնենք։ Տո դու քու տեղը խոսա, ես կսովորեմ։ Կներեք։ Ով է։ Վաղոնա պարտատերը։ Օպա։ Մեզ կներեք, մի հատ դուրս գանք։ Գնացեք։ Նա, արի, դուր գնաց։ Արի, գնա։ Հալո։ Ես եմ Գագաս։ Դու ով ես, դու։
Այն մարդն ամից 5 տարի առաջ 2 օրով փողես վերցրե, ու մինչև հիմա չես տվել։ Հա, վաղո դու ես։ Դու վաղո ամոթ այդ փողին ես մնացել դու։ Ռեստորանի տերես այդքան բիզնեսներ ունես տնաշեն։ Գոնե օտար երկրում ձեզ կարգին պայել իմացեք դու տնաշեն։ Դու իմ փողերը մի հաշվի, թե չէ սատաններ եմ հաշվելու, կամ ուզում եի հաշվեի, բայց ընկերդ Եդիգարյան Աշոտը փրկեց քեզ։ Յա, հետ ինչ ասել, ես չեմ իմացել, հա։ Կարևոր չի, դու իրան ասա վաղոն էր զանգելի։ Ես հրավիրում եմ ռեստորան, որ նկարենք ռեկլամա։ Եղավ, ես կզանգեմ իրան իր հետ կգանք։ Չէ, գագազ, թող Աշոտը մենակ է, չեմ ուզում երեսը տեսնել։ Բա, իբր թե ես քո երեսը ուզում եմ տեն համտո։ Էնա որ ձևի համար ասեցի էլի։ Լավ, կզանգեմ իրան կասեմ թող գա։ Գագազ, այս գործի թունդ վախտը ինչ եղեր տանք։ Տո կնիկ ջան, արխային, կգնանք, որած կգանք, այմարդ։ Ես քո հայացքը լավ գիտեմ։ Ինչ ես մտածել։ Քո գործը չի, ամեն ինչ լավ անելու։ Կարելի է։ Իհարկե համեցեք։ Բարև ձեզ։ Բարև, եղբայր։ Գրիշ։ Ինչ գրիշ, հումորը տանցպար Աշոտ ջան, նստի Աշոտ ջան։ Նստի եղբայր։ Ճիշտ է, Աշոտ Ղազարը։ Հա, տապովագրությունը թելը կա, միլիոնը տաճել է արդեն, մեծացել է տապովագրությունը մեզ դեռ ուժի մեջ է, իհարկե։ Ինչ ո՞նց անենք։ Դե հիմա քեզ այդ գումարը պետք է, եթե պետք է պահանջենք։ Ինչ ես ասում։ Օդի ջրի պես իցիմա պետք։ Դե Աշոտ ջան, հասցեք նույնն, հա, էլի հասը փոխվել, հասը լրիվ ուրիշ հասը։ Դե ընդհանրապես հասցեք, նոր հասցեն աղջիկներին դուր, մի հատ դուրս գալուց եղբայր ջան, 3-ից 5 աշխատանքան մոտ գումարը քո հաշվերը կնստացնեն, ուղարկեն քեզ այդ գումարը եւ վերջ։ Ես կցավ եմ։ Այս ամեն ինչը ավարտվի մի հատ հանդիպենք եղբայր ջան, կարոտել ենք քեզ։ Անպայման, մեծ սիրով։ Եղավ եղբայր։ Հաջողություն։ Հաջողություն։ Հան գագաց խոսացիր։ Հա, խոսացի, Աշոտ Եդիգարյանը մինես լավ առաջարկ արել, որ հիմի ասեմ կարող է ուրախությունից թռնես գլուխդ կպտի լուստրային։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ասեմ, Աշոտ Եդիգարյանը ինձ ասեց, որ այստեղ է գտնվում նաև Արթուր Հակոբյանը, դերասան, լավ գիտես ճանաչված սիրված մարդ է։ Ու ասեց, եթե ուզում ես Արթուր Հակոբյանի հետ կգան երկուսով կնկարվեն։ Հա, ինչ կարծիք ես։ Հա, շատ լավ կլինի։ Բայց վաղո Արտուրը ջրի չի նկարվի։ $5,000 փող պետք է տաս։ 5,000։ Հա, ես ինչ անեմ, Աշոտ Եդիգարյանը տենց ասեց։ Դերասանուհի Լեյլա Թադևոսյանն էլ որպես բոնուս կգա ջրի կնկարվի։ Դե դու որոշի ախպեր ջան, եմի քո գործն է, ոնց կուզես։ Լավ, համաձայնվում։ Սա այնպիսի մի բարձր, լավ հնարավորություն է, որ ռեստորան դարձնի ոչ թե ռեստորան, այլ մշակութային կենտրոն։ Հələ նույնիսկ կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվի որպես պահպանվող տարածք։ Պայմանավորվեցինք, դե սեղանը գցի, սուպրեն գցի, գալիս ենք։ Օդից փող կպավ, կնիկ ջան։ 2,000-ը կտա Մարտոյին, 3,000-ը կդնենք ջեբներս։ Չհասկացա։ Այդ ինձ ինչի որպես բոնուս տվիր։ Դե որ համաձայնվեր էլի։ Որ Արտոն չհամաձայնվի։ Կհամաձայնվի, դու հոգիս չհամաձայնվի, օդից $2,000 ջեմը փողա մտնում։ Դե գնանք տուն, շորերս փոխեմ ու գնանք։ Կագաս, ըսի նորով արի։ Գնացինք, ինգի առաջ։ Իբր թունավորված փողոցից մարդ են բերում հաղորդում նկարում։ Հետո քնած ժամանակի նվանակին եմ տեսնում։ Չնայած բոլորը հետո պնդում են, որ դա երևակայության արդյունք է։ Հելավ գագոն էլ թունավորված չի։ Գագոն տեսել է, չէ իմ նմանակին։ Այս հյուրը վրա հյուրը ինչ է ուշանում։ Գրիմիա, պարոն Ղազարյան։ Դե գնանք թող շուտ գա, ես պարտավոր չեմ իրան սպասելու, շուտ արա։ Կգնամ մենակ դուք ներվանացեք էլի խնդրում եմ։
Գագաս չան, գագաս, ճիշտ գենենք որա։ Տո ես քեզ սաղ ճամփին բացատրեցի, որ ես Գագասը չեմ, ես Աշոտ Գեդիգարյանն եմ, դու էլ Արտուր Հակոբյանն ես։ Լավ, Աշոտ ջան, ճիշտ գենենք։ Ինչը։ Հետո հիմի դերտակ մենք ռեկլամ նկարվելու էլի։ $2000 փորդ գծակի։ $2000 փորը չի ծագի։ Բայց երբ որ այդ ռեկլամը եթեր գնաց ինտերնետով է, բանով է, մեր օրիգինալները Աշոտ Գեդիգարյան, Արտուր Հակոբյան որ տեսան, դու գիտես մեզ այդ ինչ կրել։ Գագաս, մարդը ճիշտ կսե։ Ինչ չէինք մտածի այդ մասին։ Մինչև նկարեն, մինչև կտրտեն իրար կպցնեն, մինչև էկրան տան я էշը կսատկի, я էլ էշը տերը։ Հա, հիմի ինքնախապեյությամբ ես զբաղված։ Արտուր ջան, ինքնախապեյությունը հենց ինքը դերասանությունն է։ Դերասանությունը հենց ինքը ինքնախապեյությունն է, հասկացար։ Չգիտեմ ինչ եղնելու է թողեղնի։ Այ ապրես, եղավ։ Aroma Supermarket, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747-699-7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747-699-7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818-504-8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Դու չի այ ախպեր, ես հո Գագասը չեմ։ Ես հո գիտեմ, որ ես ամեն ինչը ժամանակավոր է, դերասանություն է էլի։ Լավ կանեք։ Քանի մենակ եք մնացել։ Մի հատ խորհուրդ էի ուզում քեզանից։ Okay, բոբոջա, բայց հույս ունեմ ոչ մի կրիմինալ, մարդ գողանալ, սպանել, ականջ կտրել, ապորինի զենք մատեց բաներ չկա, չէ։ Չէ, այդ սաղ գիտեմ։ Բայց աղջկան ոնց առաջարկ անեմ, այդ չգիտեմ։ Ես կմեռնեմ։ Ոնց մաֆիոզ բոբոն փողոցների սարսափը սիրահարվել է։ Կամացելի։ Okay. Են էլ ոնց։ Խելքս կորցրել եմ, պատկերացրա գամպրիս, համարյա չեմ էլ հիշում։ Այդ է շատ լուրջ է։ Դե սերը տենց բան է էլի, ինքան սպասելի գալիս է, ոնց գալիս է, տենց էլ գնում է։ Բայց ով այդ աղջիկը։ Կարայանն է, Աշոտ Ղազարյանի ասիստենտն է։ Վայ լավ էլի բոբո, էլ ուրիշ մարդ չկթար։ Դու մենք ամեն գնով Աշոտ Ղազարյանից ենք փախնում, դու գնում իրա օգնականին ես սիրահարվում։ Այդ ցավը տանեմ։ Անետ, բնոր չասեցիր սերը չի հարցնում։
Լավ, ինչ ես ուզում լսել, ինչ խորհուրդ ես ուզում լսես, ասա։ Առաջի անգամ մի 20 տարի առաջ եմ սիրահարվել ու սիրո խոստովանություն արել էլի։ Բա հիմա ուր է այդ աղջիկը։ Դե բաժանվեց ինձանից ու ամուսնացավ ուրիշի հետ։ Դե որ իմացավ ինչով եմ զբաղվում։ Փաստորեն հիմա դու վախենում ես, որ կարան էլ իմանա, թե ինչ կյանքով ես ապրում, նույնը կանի, չէ։ Դե նրա համար ես թութակասեր բոբոն եմ։ Հա, բայց վաղը մեսօր մեկը կիմանա։ Վաղը մեսօր որ իմանա, ինձ չի ներելու։ Ախր այդ աղջիկը մտել ասենց գլուխս ու դուրս չի գալիս։ Հիմա դու ինչ խորհուրդ կտաս ինձ, որպես կին։ Լսի, այդ աղջիկը քո հանդեպ զգացմունք ունի։ Ինձ թվում է, որ հա։ Դու պետք է ամեն ինչ պատմես, անկեղծանաս իրա հետ։ Որ իմանա, հաստատ չի ուզենա հետը շփվի։ Դե իսկ դու պատրաստ ես այդ քո կյանքը փոխես։ Այդ ոնց։ Դե այսինքն հրաժարվես քո կրիմինալ կյանքից եւ նվիրվես քո կյանքի կեսին։ Դե ես վստահ եմ այնքան փող ունես հետ գցած բոբոջան, որ մինչև կյանքիդ վերջ քեզ կհերիքի, հա։ Այդ մի քիչ դժվար բան ես ասում։ Դուրս գալը հեշտ չի։ Դիմում չի էլի, որ գրեմ ասեմ ես գնացի։ Հասկանում եմ, բայց դու պետքա քո համար որոշես, որն է կարևոր, ովքեր, ինչը, քո դրսի շրջապատը, թե քո սիրած էակը։ Լավ ապրես։ Միշտ երազեր եմ իմ սիրած արտիստների հետ սեղան նստեմ։ Ձեր համար Եդիգարյան ջան, Հակոբյան ջան, Լեյլա ջան։ Շնորհակալություն։ Վաղո ջան, այս ինչ որ արել ես շատ լավ ես արել։ Ամա մի բան վատ ես արել, որ Գագասին չես հրավիրել այսօր։ Աշո ջան, ցավը տանեմ։ Ժամանակին ընկերություն ենք անում, բայց հետո սկսեց իրան վատ բայել։ Ախր Գագասը շատ նուրբ, փխրուն հոգի ունի, է։ Հատես չի Լեյլա ջան։ Վայ, Արտուր ջան, ես ինչ կսեմ։ Կարող է Գագասը մարտսել։ Վաղո ջան, դու որոշել ես ամեն մեկս ինչ դեր պիտի խաղանք։ Հա, կան գաղափարներ, Հակոբյան ջան։ Դուք սեղանի շուրջը նստած ուտում խմում եք, բայց սովորական չի այլ դերասանական մեթոդներով, գեղարվեստորեն, ու մարդիկ գալիս են հերթ են կայնում, փող են վճարում, որ նայն ոնց եք դուք հաց ուտում։ Շոյանուն էլ է մտածել։ Food therapy։ Հա? Սննդային թերապիա։ Մենք առավոտից իրիգուն, դիստեղ նստած հաց ուտենք։ Չէ, մի շաբաթ։ Հա, մի շաբաթ։ Այ վաղո ախպեր, ախր մենք արտիստներ ենք, մենք դեգուստատոր չենք, ես տարբերակը չանցա, մի ուրիշ լավ բա մտացի, էլի։ Լավ, ուրմը ռեկլամի գաղափարը ասեմ, դուք իրեկով կայնում եք ռեստորանի դիմաց, հաճախորդներին ձեն եք տալի, էստի համեցեք վաղոյ ռեստորան, որտեղ աստղներն են ուտում։ Վաղո ջան, վադես, չասկծա, գեկորի տեղն ես տերեմեզի, դիկաննինք ու ռեստորանի տուր ու կորանք, էստի համեցեք, հա? Աշուտ, ես էլ բարձրաժեք ռեկլամը։ Վաղո ջան, դու իմ դերասան ընկերների մոտ ինձ խայտարակ արեցիր, թողեցիր կոյտատետ ախմախ պլանով, այ մարդ։ Համի Գագասը, որ այստեղ լիներ, կթքեր ու ճակատին, տող։ Ցավները տանեմ, ներող եղեք, ես արվեստից հեռու մարդ եմ, էդ եկավ մտքիս, եթե գաղափարներ ունեք, ասեք։ Համի, կմտածենք կսենք։ Վայ, բարև։ Բարև։ Կարամ ձեր հետ նկարվեմ։ Բարիք ջան, կոնկրետը որ մեկիս հետ ես ուզում նկարվես։ Ամենիդ հետ։ Հա, իհարկե կարաս։
Համեցեք մեր ռեստորան, որտեղ մեր լավագույն արտիստներն են սնվում։ Սրանից հետո շուտ կգամ։ Bye-bye։ Բույաման, հակավորնիներ, կերխվիկ նազարը ջան, աշխարը խաղի էր, որի տակ։ Այո։ Իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն է տանը։ Բերել։ Ինչ եղավ, ինչի քարացար։ Մազը։ Ինչ մազ։ Դու աղոտ գլխի տնգված մազը։ Բան չեմ հասկնա։ Դու իրեն խոսացրա, զբաղացրա, ես իմ անելիքը գիտեմ։ Խոյ դարով կենես։ Օ։ Այ։